Դոնալդ Թրամփը կասեցրել է Գրին քարտի վիճակախաղի ծրագիրը։ Միացյալ Նահանգների անվտանգության նախարար Քրիստի Նոեմը նշել է, որ Թրամփը հրահանգել է Միացյալ Նահանգների քաղաքացիության եւ ներգաղթի ծառայություններին դադարեցնել ծրագիրը։ Նման որոշման համար պատճառ է դարձել Բրաունի համալսարանում տեղի ունեցած ողբերգությունը։ Հրաձգությունն իրականացրած տղամարդն ԱՄՆ էր եկել 2017 թվականին հենց այս ծրագրով։ Այս զզվելի անհատին երբեք չպետք է թույլ տրվեր մեր երկիր մտնել, նշել է Նոեմը։ Միացյալ Նահանգները, Հունգարիան եւ Սլովակիան չեն համաձայնի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Եթե խոսքը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին է, ապա սա եւ սկզբունքային եւ գործնական տարր է պարունակում։ Սկզբունքային տարրն այն է, որ Եվրատլանտյան տարածաշրջանի ցանկացած երկիր կարող է ՆԱՏՕ-ին անդամակցության ցանկություն ունենալ։ Գործնական խնդիրն այն է, որ մի քանի երկիր չի համաձայնի դրան, ասել է նա։ Զելենսկին ուզում է խաղաղություն, հատկապես հիմա, հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ես վստահ եմ, որ Պուտինը խաղաղություն է ուզում, Զելենսկին էլ է նույնն ուզում, բայց նրանց տեսակետները պատերազմի ավարտի վերաբերյալ տարբեր են, ասել է Բելարուսի նախագահը։ Խոսելով Պուտինի մասին, նա նշել է, որ Ռուսաստանի նախագահը շատ լավ մարդկային որակներ ունի, բայց քաղաքականության մեջ նա հովվարշուն է։ Իսրայելը Եգիպտոսի հետ 35 միլիարդ դոլարի գազային համաձայնագիր է կնքել։ Իսրայելի վարչապետը համաձայնագիրը որակել է որպես Իսրայելի պատմության մեջ ամենամեծ գազային համաձայնագիրը։ Նրա խոսքով համաձայնագրի արժեքը 112 միլիարդ շեկել է, մոտ 34.6 միլիարդ դոլար։ Այս համաձայնագիրը մեծապես ամրապնդում է Իսրայելի կարգավիճակը որպես տարածաշրջանային էներգետիկ տերություն, նշել է Նեթանյահուն։ Ֆրանսիայում բժիշկ Ֆրեդերիկ Պեշյեն, որին մամուլն անվանում է բժիշկ մահ, դատապարտվել է ցմահազատազրկման 30 հիվանդի միտումնավոր թունավորելու համար, որոնցից 12-ը մահացել են։ Թունավորման դեպքերը տեղի են ունեցել 2008-ից 17 թվականներին, 4-ից 89 տարեկանների շրջանում։ Հաղորդվում է, որ նրա նպատակն էր հոգեբանական վնաս հասցնել այլ գործընկերներին, որոնց հետ նա կոնֆլիկտ է ունեցել, եւ ցուցադրել իր ուժը արտակարգ իրավիճակներում օգնության հասնելով։ Բրյուսելում ֆերմերները բողոքում են Եվրամիության եւ Հարավային Ամերիկայի երկրների միության Մերկոսուրի միջև կնքված առևտրային համաձայնագրի դեմ, որը Եվրոպան կհեղեղի էժան գյուղարտադրանքով։ Ցուցարարները քաղաքի հրապարակում այրել են աղբ ու անվադողեր, նետել դյուրավառ նյութեր։ Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակաբաշխությունը 2029 թվականից այլևս չի հեռարձակվի ABC հեռուստաալիքով։ Հեղինակավոր մրցանակաբաշխությունը մինչև 2033 թվականը կհեռարձակվի YouTube-ով։ Եվ վերջում Սաուդյան Արաբիայում ձյուն է տեղացել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։